Երբ որ ներդրում չկա, այսինքն տնտեսությունը չի զարգանում, բայց իշխանությունը պահելու խնդիր ունեն, չէ՞։ Այս ահռելի բանակը ոստիկանության ո՞նց պետք է պահեն։ Ոստիկանության բանակի մասին է խոսքը, մեր իրական զինված ուժերը չէ։ Այս բանակը ո՞նց պետք է պահեն, որ հանեն ժողովրդի դեմ։ Պետք է գումար են, չէ՞, այդ գումարը չկա, պետք է պարկ վերցնել։ Դրա համար պարկը աստղաբաշխական բաներով աճում է, տնտեսությունը իջնում է, որովհետև այդտեղ ոչինչ չի արտադրվում, գործարաններ չեն սարքվում, որոնք պետք է արտադրանք տան, ֆինանս տան եւ այլն։ Դու ստիպված այդ փողը դրսից բերես, դրսից բերում ես ու ստիպում ես, որ ժողովուրդը ենթարկվի քեզ, այսինքն ոստիկանության ճնշումներով, որի արդյունքում դու վճարում ես իրանց եւ քանի որ արտադրություն չկա, սկսում է ամեն ինչը թանկանալ։ Ապրանքը գնալով թանկանում է, ժողովրդի կյանքը վատանում է, դրա համար հարկերը պետք է բարձրացնես, որ կարողանաս ինչ-որ ձևով բայես։ Այդ հարկերը բարձրացնելու արդյունքում էլ հիմնարկները փակվում են, լուծարվում են, մարդիկ անգործ են մնում։ Մի հատ էլ դու ես նպաստում դրան, օրինակ ասենք, ենթադրենք լսեցինք, որ ինչ-որ խանութի մասին էր խոսում, որ այս խանութը պետք է չաշխատի, այս խանութը պետք է փակելնի, մինչև ես չասեմ, զարմանա, այսինքն ո՞նց կարելի է լուրջ նայել այդ ամեն ինչին։ Դուք հասկանում եք ինչ ասում, երկրի ղեկավարը փաստացի այդ բանը զբաղեցնողը։ Ինչ ասում, ասում խանութը մինչև ես չասեմ, ինքը չի կարող աշխատել, պետք է փակեք մինչև ես չասեմ։ Այսինքն հարկային մարմիններ, այլ մարմիններ, որոնք նախատեսված են այդ ամեն ինչի համար, այլևս գոյություն չունեն։ Կա մի մարդ, որը ասում է, ու դուք պետք է անեք։